Սարգսի լրագրողներ քննարկումների և քվեարկության, փակագաղթի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանական խմբակցությանը առաջարկել ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները. Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրտած Սարգսյան, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Պապ Կենթունյան, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Պարոն Փաշինյան, քանի որ դուք եք առաջին իշխանությունը ընտրելու հանձնաժողովները սկզբում Էդ ներողություն, հազար ներողություն, էդ էլ ասեմ, որ այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։ Բայց առաջինը դուք եք, ոչ երկու հանձնաժողովն եք որոշել վերցնել։ Դե գիտեք, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, չնայած մենք քննարկել ենք, բայց այդ խորհրդանական մեր գործընկերները կասեն, որովհետև դեռ ժամանակ կա ինչ-որ քննարկումներ կլինեն, այսինքն մենք քննարկում ունեցել ենք, որոշել ենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր է ինչ-որ ճշգրտումներ լինեն, դրա համար ես հիմա չասեմ։ Պարոն վարչապետ Սասուն Միքայելյանին ինչու վստահության ձայն չտվեց ԿՊ-ն։ Տվեց վստահության ձայն, որովհետև երկրորդ փուլով է տեղի ունեցել, եւ երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը, բայց Սասուն Միքայելյանն էլ Պարոն վարչապետ, թեմայից դուրս երկու հարց կարող եմ տալ, եթե այո, առաջին։ Ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ եթե ճիշտ է մեր հաշվարկը 6 կին 6 տղամարդ է ընտրվել, ավելի շատ չէ, եթե հաշվի առնենք նաև, որ խմբակցության ղեկավարն էլ կին ընտրվել, այս դեպքում ստացվում է, որ ոչ թե գերակշռում են, նորմալ բալանս կա։ Նորմալ այդպես է ստացվել։ Չէ, ոչ մի միտում չկա, եղել է փակ գաղտնի քվեարկություն եւ այդպիսի Բոլոր տեխնացուները միաձայն են, պարոն Փաշինյան, Ոչ, տարաձայնությունները։ ոչ մի տեխնացու միաձայն չի։ Ոչ մի տեխնացու, դե արդյունքները որոշ դեպքերում եղել են երկրորդ փուլ, ընդ որում, էսա ասեմ, 4-5 դեպք ունենք, երբ որ ձայները բաշխվել են 9-10-ը, այսինքն մի ձայնով, մի ձայնի առավելությամբ։ Պարոն վարչապետ, դուք հեռախոսազրույց ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հաղորդագրություններ տարածվեցին,